Այսօր սրտառուչ անսահման ցավով լցված օր էր Մարմարիկ գյուղում, վերջին հրաժեշտը տվեցին փոքրիկ Տիգրանին, երկամյա անմեղ ու լուսավոր մի հոգու, որի կյանքն ընդհատվեց անասելի շուտ։ Գյուղը կարծես սև շղարշով պատված լիներ, ամեն փողոցում լռություն էր, ամեն բակում ցավ, իսկ ամեն սրտում կսկիծ։ Մարմարիկը լուռ էր ու մռայլ, նրա բնակիչները խոնարհված ու հառաչող, գյուղի տանտիկիները սև հագած աչքերում արցունք ու հոգում հառաչանք, ուղեկցում էին ամեն քայլափոխին շշնջում աղոթքներ, որոնց մեջ կարդացվում էր մեկ բառ՝ ինչու։ Հուղարկավորության արարողությանը մասնակցում էին ոչ միայն գյուղի բնակիչները, այլ նաև հարևան համայնքներից, Երևանից ու Հայաստանի տարբեր շրջաններից ժամանած մարդիկ։ Ներկաները չգիտեին ինչ ասել, սփոփանքի խոսքեր չկային։ Բոլորը լուռ էին, նրանց աչքերով խոսում էր ցավը, ոմանք լաց էին լինում անպատկերացնելի կորստի ցավից, ոմանք պարզապես կարկամել էին, հանկարծամահ ցավը խլել էր խոսելու ունակությունը։ Տիգրանի ծնողները սևազգեստ ու անկենդան հայացքով կարծես իրենց գոյությունն էին պահում միայն այն մտքով, որ դեռ պետք է տղային ուղեկցեն դեպի հավերժություն։ Տիգրանի մայրը ողբով ու հուսահատ հառաչանքներով գրկել էր երեխայի վերջին հագուստները։ Նրա դողացող ձեռքերով սեղմած արցունքներն ու հողը միաձուլվել էին, նա չէր կարողանում հավատալ, չէր ուզում հավատալ, որ իր փոքրիկը, իր լույսը, իր արևը, իր Տիգրանն այլևս երբեք չի կանչելու իրեն մամա։ Հորը փորձում էին ուշ տալ, բայց նա լուռ կանգնած էր, քարացած ու կործանված, նա չարացել էր ճակատագրի վրա, ժամանակի, նույնիսկ ինքն իր, և նայում էր փոքրիկ դագաղին ու շշնջում էր՝ ես պիտի քեզ պահեի, տղաս։ Տիգրանի փոքրիկ դագաղը սպիտակ ծաղիկներով պատված ամենայն խոնարհությամբ ու սիրով հանեցին։ Ամեն մի քայլը ծանր, ամեն մի շարժումը դանդաղ, որպես ցանկություն չհասնելու վերջնական պահին, բայց ժամացույցը կանգ չէր առնում, Տիգրանին պետք է հուղարկավորեին։ Սքո շքերթը հասավ գյուղի գերեզմանատուն, որտեղ արդեն պատրաստված էր փոքրիկ գերեզմանը։ Այնտեղ հողին հանձնեցին մի հրեշտակ, ով 2 տարի ապրեց այս աշխարհում, տալով շատ սեր, շատ լույս, բայց քիչ ժամանակ։ Սևազգեստ գյուղը լուռ ողբում էր։ Երեխաները չէին հասկանում ինչու են մեծերն այսքան տխուր, մեծերն էլ չէին կարողանում բացատրել ինչպես ասել, որ այս կյանքում երբեմն ցավը գալիս է անհասկանալի, անարդար, անտանելի ձևով։ Տիգրանն այլևս մեզ հետ չէ, բայց նրա պատմությունը, նրա ժպիտը, նրա անունը, նրա անմեղությունն ու անժամանակ հեռանալը մեզ միշտ հիշեցնելու են, թե որքան թանկ է ամեն վայրկյանը մեր երեխաների հետ, որքան հեշտ կարող է խզվել ամենաանկրկնելի կապը։ Քնիր խաղաղությամբ, հրեշտակ Տիգրան, քո փոքրիկ սիրտը կանգ առավ, բայց քո սիրո հոսքը չի դադարի մեր մեջ։ Տիգրանի մայրիկը կիսվել է Ամալի Ներսես Ամալիա Ներսիսյանի գրառմամբ։ Նա գրել է. Փոքրիկ իշխանը լքեց երկրային կյանքը, լռել չի ստացվում, մարեց մի ամբողջ ազգի հույսն ու սպասումները, մենք քեզ ողջ էինք ուզում տեսնել, իմ փոքրիկ ոսկեհեր իշխան, սպասումները սառեցին այնպես, ինչպես հիմա սառն է քո փոքրիկ մարմինը, իրականությունը սպասումից ու հույսից ուժեղ գտնվեց։ Միևնույն է, դու մնացիր մեր հոգու ու մտքի մեջ, դու ողջ ես, քո անունը մնաց մեծ ու փոքր սրտերում, մեր հիշողության մեջ դաջվեցիր որպես ոսկեհեր իշխան։ Ասում են հրեշտակները գալիս են երկիր ինչ-որ բանի համար և գնում։ Դու սեր բերեցիր քեզ հետ, քո ընտանիքին ավելի կայուն և ուժեղ դարձնելու համար եկար։ Ես հավատում եմ հրաշքների գոյությանը, քանի դու մեր հիշողության մեջ ես, ուրեմն այստեղ ես մեր կողքին և ապրում ես մեզ հետ։ Երկնային արքայության դռները բացվեցին քո առջև, դու անմեղ հրեշտակ, շուտ լքեցիր այս հիվանդ ու խոցված երկիր մոլորակը, անտարբեր չթողնելով ոչ մեկիս։ Ցավակցում եմ փոքրիկի հարազատներին, ցավակցում եմ մեր ամբողջ հայությանը։ Տիգրանի մայրիկ, խնդրում եմ քեզ, խոսքերս ընդունեք ոչ թե պարզապես բառեր, այլ հոգու թելադրանք, պինդ մնացեք։ Ես ձեզ չեմ ճանաչում, բայց հեռվից հեռու դուք ինձ հարազատ եք դարձել։ Ձեր վիշտը կիսում է մի ամբողջ ազգ, խնդրում եմ, հավատացեք, դուք միայնակ չեք։ Ոսկեհեր փոքրիկ լույսը տարածվել էր բոլորիս ներսում, թեպետ նրա կյանքը կարճ եղավ, բայց մաքուր ավարտվեց։ Նա հրեշտակ դարձավ Բարձրյալի արքայության մեջ։ Նա հրեշտակ դարձավ, որովհետև այս երկիրը լքեց անմեղ, առանց իր վրա կրելու սատանայի կնիքը։ Հավատացեք, նա Աստծո արքայության մեջ է։ Նա չի ցանկանա ձեզ տխուր և արցունքոտ աչքերով տեսնել։ Խնդրում եմ, ոչ մի պարագայում չկորցնեք ձեզ,
ապրեք, որպեսզի ապրեցնեք նրան, ապրեք հանուն Տիգրանի։ Դուք պիտի այնքան ուժեղ գտնվեք, որ ժպտաք հանուն ձեր դստեր, հանուն ձեր ընտանիքի։ Փոքրիկ իշխանի քույրիկն այսօր ձեր կարիքը շատ ունի, եղեք նրա կողքին։ Նա շատ կտխրի, երբ վշտացած տեսնի իր մայրիկին, մենք ձեր կողքին ենք։ Տիգրանի մեջ մի անբացատրելի ուժ կար, միգուցե նրա միսիան ավարտվեց, որպեսզի նոր կյանքի սկիզբ դրվի որևէ մեկ այլ տեղում։ Na 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 na